Իր «Վարդանանք» պատմավեպով մեծ ճանաչում ստացած Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների մասին, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։ Ժամանակակիցները փաստում են այն մասին, որ Դեմիրճյանն առանձնահատուկ սիրով է սիրել կատուներին։ Նրա տանը տասնյակ կատուներ կային։ Ինչքան էլ զարմանալի է, սակայն գրողը իր կատուներին կոչում էր սիրած կանանց անուններով։ Նրա տանն էին բնակվում Շառլոտան, Էլեանորան, Մարանը, Օֆելիան և այլոք։ Դեմիրճյանը հաճախ էր նամակներում անդրադառնում իր կատուներին։ Դրանցից իմանում ենք, որ Էլեանորան ագրեսիվ կատու էր, իսկ Շառլոտան դաստիարակված։ Շառլոտան ժամերով անհամբեր սպասում էր Դեմիրճյանի աշխատասենյակի դիմաց, մինչև գրողը վերջացնի իր գործը, որից հետո ցատկում էր նրա ուսին։ Իր կատուների մահը մեծ ողբերգություն էր գրողի համար։ Դեմիրճյանի գործերում երբեմն կերպարանավորվում էին նաև կատուները։ Իր «Ժպիտը» պատմվածքում Դեմիրճյանը ներկայացնում է փախստականների կյանքից մի դրվագ։ Բաց դաշտում հավաքվել են շուրջ 50,000 փախստականները։ Ամենուրեք մահահոտ է, կորուստ, լաց։ Շրջում են սայլերը, հավաքելով մահացածների մարմինները։ Համատարած ցավի ու կորստի այդ մթնոլորտում մայր կատուն գուրգուրում էր իր նորածին ձագուկներին։ Նա խնամքով լիզում էր փոքրիկ փիսիկների մետաքսե մազերը։ Դա մի երջանիկ ընտանիք էր, ի հակադրություն շուրջ բոլորը տիրող աղետի։ Այդ դժոխքի մեջ կատուների այդ ջերմ ընտանիքը Դեմիրճյանի հույսն էր, միակ լուսավոր կետը։